Masterclass Promotions Corporation-ի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականը։ Առաջին հարցը սիրով ցանկանում եմ ուղղել Համաշխարհային Masterclass աջակցության Հայաստանի Հանրապետության շախմատի ազգային հավաքականի պրոմոտոր Գագիկ Հովսեփյանն է։ Պարոն Հովսեփյան, այս մարզաշրջանը վերջապես հասավ իր եզրափակիչ կետին։ Իմ հարցը հետևյալն է. Ինչպես է գնահատում մեր ընտանում հեռանկարները և հնարավորությունները Լաս Վեգասում կայանալիք եզրափակիչ փուլում։ Շնորհակալ եմ դիպուկ հարցադրման համար։ Ձեր առջև այժմ մենք ներկայացնելու ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության World Masterclass աջակցության ազգային հավաքականի անդամներին, այլև մարզիկներ, ովքեր իրենց գիտակից կյանքի գրեթե ողջ հատվածը նվիրել են շախմատ կոչվող մեծ ասպարեզին։ Ես վստահաբար կասեմ հետևյալը. նրանք այն շախմատիստներն են, ովքեր շատ շուտով ապացուցելու են իրենց ազնիվ պայքարով արդեն համաշխարհային հարթակում իրենց բարձր կարգը և կցանկանայի, որպեսզի նրանք, ովքեր լսում են այս առիթը կամ պոդքասթը, ինչպես ընդունված է ասել, հասկանային, որ նրանք պարզապես շախմատիստներ չեն։ Նրանք շախմատից զատ ներկայացնելու են ամերիկյան հարթակում և համաշխարհային հարթակում հայի պայքարող տեսակը։ Ես առավել քան համոզված եմ և թող իմ խոսքերը չթվան անպագորգոր, բայց մեր ազգային հավաքականը արշակի գլխավորությամբ այդ 18 հավաքականներից ցանկացածին ունակ է մատուցել տհաճ անակնկալ։ Ես կցանկանայի, որ իմ խոսքերը դուք տղեր արդարացնեիք, և ես վստահ եմ, որ թեժ պայքար է սպասվելու 2026 թվականին Լաս Վեգասում։ Դուք արդեն իսկ ապացուցել եք, որ ձեր փորձառությունը չի զիջում որևիցե մեկին։ Դուք արդեն իսկ ապացուցել եք, որ արժանի եք Լաս Վեգասում ներկայացնելու հայոց եռագույնը։ Եվ ահա հարցս հետևյալն է ձեզ միանշանակ դուք ձեր պայքարով ի ցույց եք դնելու հայի կերպարը ամբողջ աշխարհին և ոչ միայն։ Ոչ այլ ով, քան ես գիտեմ ինչ վճար մենք պետք է թանկագին վճար պետք է վճարենք Լաս Վեգասում։
այո, ես կրծեր սերնդին, երբ որ մարզում էի, ասում էի հետևյալը. երեխաներ, ձեզ մենք սովորեցնում ենք ապացուցել, այլ ոչ թե երագնահատել ինքներդ ձեզ։ Իհարկե դա մեզ էլ է վերաբերվում, սակայն ձեր առջև այժմ գտնվում են բարձրակարգ մարզիկներ, ովքեր անվերապահորեն և մեծ նվիրումով մղելու են իրենց պայքարը, որպեսզի հայոց եռագույնը հնարավորինս բարձր տեղերից նկարահանվի և կարծում եմ կգա այդ օրը։ Ես ընդամենը կարող եմ խորհուրդներով, որպես ավագ ընկեր, որպես հայրենակից տալ ուղղություն։ Իհարկե մենք գտնվելու ենք օտար երկրում և միանշանակ այնտեղ կանոնները այլ են։ Մենք, ես վստահ եմ, գիտենք, որ Ամերիկան դա կապիտալիստական, երևի թե ամենից ճչացող երկիրն է, երկրագնդի մակարդակով և մենք պետք է ընդամենը այդ փաստը ընկալենք որպես եղելություն և այդ ամենը հասկանալով ընդամենը մեզանից պահանջվելու է հետևյալը։ Մենք առավելագույն մեր ջանքերը պետք է ներդնենք, որպեսզի ԱՄՆ-ում մեր արժանի տեղը կարողանանք ապահովել։ Թե արշակը, թե աշոտը, թե մեր ավագ սերնդի ներկայացուցիչները Հովիկի գլխավորությամբ և իմ վաղեմի ընկեր Գևորգի գլխավորությամբ մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ լինելու այս մասշտաբի մրցաշարերում արդյունքներ ցույց տալու համար։ Մենք գիտենք, որ հեշտ հաջողություններ չեն տրվում, սակայն ես ասեմ հետևյալը, մենք պայքարելու ենք և անելու ենք անգամ անհնարինը, որպեսզի ապացուցենք master class-ի աշխարհի եզրափակիչ փուլում մեր թիմի բարձր կարգը։ Կարծում եմ իմ մաղթանքը հետևյալը կլինի. տղերք, մենք պետք է վերադառնանք
հաղթանակած։ Ինչքան է որ դա դժվար լինի։ Մեր մտքում գետ մեկ րոպե չպիտի պտտվի այն միտքը, որ մենք շանսեր չունենք այնտեղ։ Մենք գնում ենք հաղթողի հոգեբանությամբ և վերադառնում ենք հաղթողի կարգավիճակով։ Սա ընդամենը իմ որպես նախնական մաղթանքը հղեցի մեր թիմակիցներին։ Մեկ հարց ևս կարելի է, պարոն Հովսեփյան, հաջորդ հարցս հետևյալն է, ինչ կարծիքում եք մեր ազգային հավաքականի անդամների ներկա մարզավիճակի հետևից։ Ես փորձեմ խոսքս հնարավորինս հակիրճ ձևակերպել։ Ես մեկ տարի շարունակ ինձ վստահված էր մրցավարի այսպես գործառույթները և ես հետևել եմ բոլոր մեր հայրենակիցների անցկացրած պարտիաներին և ուզեմ ասել հետևյալը։ Ես կարծում եմ նրանք գերազանց մարզավիճակում գտնվում։ Քանզի եթե նրանք չգտնվեին գերազանց մարզավիճակում, այսօր այստեղ ձեր առջև չէին ներկայանա պարզապես։ Իսկ ինչը վերաբերվում է 2026-ի արդեն եզրափակիչ փուլին, ես անխոս հորդորելու եմ բոլոր մեր շախմատիստներին, որպեսզի առավել քան պատրաստվենք այդ ձևաչափին, որտեղ այնտեղ պայքարը լինելու է դասական։ Այսինքն մենք պետք է բացառենք և մեր մտքից անգամ հանենք, թե ինչ է կայծակնային շախմատը, ինչ է ռապիդ ձևաչափը, որովհետև դրանք ուղղակի վնասելու են։ Եթե ավելի կոնկրետ խոսենք մասնագիտական, արդեն զուտ շախմատային բնագավառից, ես կարծում եմ բոլորը ինձ հետ համակարծիք կլինեն։ Մեզ պետք է ձևավորել հեռու գնացող հաշվարկներ։ Իհարկե, շախմատը գեղեցիկ է իր կոմբինացիոն և ոչ ստանդարտ լուծումներով, վստահաբար կասեմ, սակայն այդ ռոմանտիզմը մենք չենք կարող այնտեղ ցուցադրել և բացի այդ վճարը, որ մենք վճարելու ենք, միանշանակ մենք վճարելու ենք մեր անքուն գիշերներով, վստահ եմ, մենք վճարելու ենք մեր նյարդերով, հայրենիքից կտրված, սակայն ես վստահ եմ մեկ հարցում, վստահ եմ, թե ինչ հզոր է հայի կամքի ուժը և մենք ընդամենը պետք է ապացուցենք այն։ Իսկ մարզավիճակը ես գնահատում եմ բավականին բարձր։ Այո, եթե դու շախմատիստ ես, դու սխալվելու ես, անշուշտ, սակայն կրկին անգամ ես ցանկանում եմ ասել, որ մենք կանենք առավելագույնս։
Իսկ այժմ հարցս ուզում եմ ուղղել ազգային հավաքականի ընտրանում առաջին համար Արշակ Միկունյան։ Արշակ ջան, խնդրեմ մի փոքր մանրամասնեք առաջիկա ձեր անելիքները, ինչ նպատակ ունեք, այնուհետև ներկայացրեք, թե ինչպես դասավորվեց ձեզ համար մրցաշրջանի վերջին երկու դիմակայությունները։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել World Masterclass Promotions-ին այսպիսի հնարավորություն ընձեռնելու համար։ Ասեմ, որ շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այս մրցաշարին, որ կարողացա ցույց տալ իմ հնարավորությունների ինչ-որ հատվածը ու Հայաստանի հավաքականը ներկայացնել ուրիշ երկրում, դա ոչ միայն հաջողություն է, այլ նաև մեծ պարտավորվածություն և ես պատրաստ եմ ցույց տալ ու ապացուցել ոչ միայն ինձ, այլ նաև դիտողին, այսպես ասած, որ ես իմ տեղը և որ առաջին համարն եմ, ես արժանի եմ այդ տեղին։ Ես պատրաստվում եմ այս մի քանի ամսվա մեջ ավելի եռանդուն աշխատել և պատրաստվել հետագա փուլերին, որովհետև դեռ սա սկիզբն է և մեզ դեռ շատ հնարավորություններ են սպասում և մենք պատրաստ ենք լինելու այդ հնարավորություններին և փորձություններին։ Վերջի երկու խաղը երևի մրցաշարի ամենալարված ու բարդ խաղերն էին, բայց իմ փորձը ու իմ մոտեցումը թույլ տվեց ինձ, որպեսզի ես հասնեմ առավելագույնին այդ բոլոր երկու խաղերից։ Այժմ հարցս ուզում եմ ուղղել ազգային հավաքականի երկրորդ համար թիմում ամենակրտսեր շախմատիստ Աշոտ Սանթրոսյանը։ Աշոտ ջան, խնդրեմ ներկայացրեք ձեր ապագա քայլերը շախմատային ասպարեզում։ Ես էլ կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցեցին այս ամեն ինչին։ Այս մրցաշարում լավ հանդես գալուց հետո ես պլանավորում եմ որոշակի առաջիկա ժամանակահատվածը դեռևս Հայաստանում շարունակել իմ մրցաշարերը, սպասվող Հայաստանի առաջնության եզրափակիչ անցնել առաջիկայում, իսկ դրանից հետո արդեն իմ կարծիքով կշարունակեմ իմ ճանապարհը արդեն արտասահմանում և կփորձեմ բարձր պահել մեր երկրի դրոշը տարբեր երկրներում։ Շնորհակալություն։ Իսկ այժմ հերթը ասավ ազգային հավաքականի ավագ սերնդին և հիմա հարցս ուզում եմ ուղղել երրորդ համար Հովիկ Քոչարյանին։ Հովիկ ջան, խնդրում եմ հնարավորինս հայտնեք ձեր կարծիքը կապված հաջող սերնդի և ավագ սերնդի շախմատային առավելությունների և թերությունների մասին։ Շնորհակալ եմ հարցի համար։ Հաջող սերնդի համար շատ լավ պոտենցիալ կա Հայաստանում։ Իրենք պարապում են ամենօր ժամանակ ունենում են իրենց վրա ավելի աշխատելու, ավելի ցույց տալու իրենց ներուժը։ Դեռ ցանկալի կլինի, որ իրենք միգուցե ավելի նվիրվեն շախմատ խաղին, ոչ թե ինչպես մեր Հովսեփյանն է նշում, որ կայծակնային և բռնից դրա վրա պետք է ժամանակ չկորցնել։ Մանավանդ ներկա պահին է սերունդը, Աշոկը և Աշոկը ավելի աշխատեն լուրջ շախմատի վրա, քանից երկուսս են ներկայանալու։ Խորհուրդ կտամ, որ լուրջ շախմատ նվիրվեն և ավելի ցույց տան իրենց ներուժը։ Իսկ ավագ սերունդը մի քիչ բարդ հարց է, լինում է ժամանակ, որ հուսահատություն են ապրում և այլ, բայց պետք է էլ հաղթահարել։ Իրենց միտքը կատարելագործը և հասնենք առավելագույնի։ Իսկ լավագույն քառյակը ազգային հավաքականի 4-րդ համարն է եզրափակում Գևորգ Սարգսյան։ Գևորգ ջան, մի փոքր պատմեք, թե ինչպես դասավորվեց ձեզ համար մրցաշրջանը, այնուհետև կցանկանանք լսել ձեզանից ձեր անձնական տեսակետը, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում կամ
կան բավարար հեռանկարներ շախմատիստների աճող սերնդի համար եւ ինչ խորհուրդ կտաք նրանց։ Շնորհակալություն հարցն համար։ Որ ես շնորհակալություն ուզում հարցում ընդհանուր կազմակերպի շնորհիվ հասկանալիության համար։ Սա շրջանը շատ հետաքրքիր ստացվեց։ Ուղղակի մեկ տարի առաջ Սիմվոլի քաղաքում հենց այսօր էր որ իմացա այս նստաշարի մասին, իմ վարում երկարքի շնորհիվ։ Մեկ տարի հետո իմ այստեղ ենք։ Շատ հետաքրքիր անցավ մեկ տարի։ Որպես նորություն սա շատ հետաքրքիր էր ընդհանուր առմամբ։ Մեծ հաշվով մասնակցեցի ու հիմա հասանք այս կետին։ Ամեն ինչ անենք իհարկե, որ բարձր բանք Հայաստանի պատիվը դեպաշով միացան նամում։ Իսկ աճող սերունդ խորհուրդս, խորհուրդը ասեմ, որ յոգից ունենք աճող սերունդ, շատ լավ տարածված է Հայաստանում շախմատը։ Ունենք բազմաթիվ մարզադպրոցներ, Ուրեմն ավելի շատ մրցաշարերի հարթակներ լինեն, որ ավելի շատ խաղ։ Ինձ համար ավելի պրակտիկան ավելի կարևոր է, քան սուր պարապմունքները։ Ինչքան շատ մրցաշար լինի, այնքան վստահ եմ, որ մեր սերունդը իրենց ցույց կտա։ Արժան Հարգելի հայրենակիցներ, ավարտին մոտեցավ մաստեր կլաս աջակցության Հայաստանի Հանրապետության շախմատի ազգային ընդհանուր եւ եզրափակիչ փոդքասթը։ Եկեք իսրտը մաղթենք մեր թիմին փառահեղ հաղթանակներ 2026 թվականին Լաս Վեգասում կայանալիք համաշխարհային մաստեր կլաս վարկածի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի։